Հիշեցնեմ, որ այսօր գիրք նվիրելու տոնն է և երիտասարդ տոն է, կարծում եմ, այս պահին մենք հյուրընկալել ենք տոնի մասնակիցներին, երիտասարդներ, գրքամոլ նախաձեռնության ադմինիստրատոր Համլետ Մուրադյանին, գրքասեր, ընթերցասեր Գայանե Հայրապետյանին և Հասմիկ Մելիքսեցյանին բարի լույս։ Շնորհավորում ենք ձեզ այսօրվա տոնի կապակցությամբ, կարծում եմ դուք էլ ունեք շնորհավորանքներ, որ պետք է հնչեցնեք։ Նախ առաջին հերթին փորձենք հասկանալ ինչ է ինձ ներկայացնում գրքամոլ նախաձեռնությունը, ում գաղափարն էր ստեղծել նման նախաձեռնություն եւ որքանով է սա օգնում ընթերցասեր հասարակությանը։ Շնորհակալ եմ հրավերի համար, ձեր գրքի տոնին ինպես շնորհավորում ենք։ Նախ ասեմ, որ գաղափարը ստեղծվել է մոտավորապես տարի ու կես առաջ ու նպատակն էր էջի համացանցում ստեղծել մի այնպիսի տիրույթ, որտեղ կհավաքվեն բազմաթիվ ընթերցողներ, կսկսեն գրքեր քննարկել, գրքերից մեջբերումներ կտեղադրվեն, մարդիկ կսկսեն գրքեր փնտրել, իրենց ուզած գիրքը մեզ գրում են, մենք իրենց օգնում ենք, տրամադրում ենք տվյալ գիրքը, ընդհանուր հասարակության մեջ բարձրացնենք սերը դեպի ընթերցանությունը, գրականությունը, կոտրում ենք բոլոր կարծրատիպերը, որ այսօր ընթերցողներ չունենք, բոլորը սիրում են կարդալ։ Կամ ընթերցող մարդիկ ժամանակակից չեն կամ մոդեիկ չեն, ժամանակակից գրողների ուզում եմ ասել դա էլ կարծրատիպ է, որը պետք է կոտրվի։ Իհարկե կարծրատիպ է, բայց հաջողվել նախաձեռնությանը։ Հաջողվել է, կարող ենք ասել մեր էջի բազմաթիվ ընթերցողների քանակից, տեսել եք մոտավորապես արդեն 50,000 անցել ենք էջի հավանողների ու մոտավորապես օրից մոտավորապես 10-ից ավելի նամակներ են գալիս, որ շնորհակալ ենք, ձեր միջոցով սկսել են գրքեր փնտրել, գրքեր ենք ընթերցում, ձեր էջում տեղադրված մեջբերումներից գրքերն են գրում։ Այսինքն էջում տեղադրվում են գրքերը ամբողջովին։ Ոչ, տեղադրվում են մեջբերումներ, գրքերից հատվածներ, գեղեցիկ աֆորիզմային խոսքեր, մարդիկ կարդում են մեջբերումը, իրենց դուր է գալիս ու սկսում են տվյալ գիրքը փնտրել։ Այսինքն նույն տեխնոլոգիան է գործում, երբ կինոարտադրության մեջ կինոն պատրաստ լինելուց հետո տեղադրվում է ծանոցում, ինչ որ մարդիկ տրեյլերներ այո։ Այստեղ տրեյլերը մեջբերումն է հանդիսանում հենց։ Այո։ Աշխատում է այդ տեխնոլոգիան։ Շատ լավ աշխատում է, ինչը կարող են բոլորը վկայել։ Հանդիսանում է ընթերցասեր հասարակության մի մասը, երևի թե ամենաակտիվը, քանի որ հյուրընկալվել է այսօր մեր տաղավարում, ինչ գրքեր ես դու սիրում կարդալ եւ որքանով քեզ գրքամոլ նախաձեռնությունը այդ հարցում օգնեց։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ձեր գրքի տոնն եմ ուզում շնորհավորել ու ասեմ, որ ինչպես գիտեք, այսօր համացանցը շատ արդի է եւ մենք մեր ժամանակը շատ ենք անցկացնում համացանցում եւ սոցիալական տարբեր կայքերում, դե գրքամոլն էլ Facebook-ում է հենց իր էջն ունի եւ շատ ժամանակ երբ որ մենք մտնում ենք սոցիալական կայքեր, հետաքրքրում ենք բնականաբար էջերով, բացում ենք ինչ որ մի կայք ու ընթերցելով մի փոքրիկ հատված կամ աֆորիզմ տվյալ գրքից, ինչու եմ գրքամոլը շատ սիրում, քանի որ այնտեղ նշվում է ոչ միայն աֆորիզմը, այլև թե որ գրքից է եւ հեղինակն ով է եւ բնականաբար երբ որ կարդում ենք ու հետաքրքիր միտք ենք տեսնում մեզ մոտ ցանկություն է առաջանում ընթերցելու գիրքը այո ողջ գիրքը ընթերցելու եւ այդպես շատ գրքեր եմ կարդացել գրքամոլի շնորհիվ իսկ ամենաշատ կարդացածս ամենաշատ հավանածս գիրքը դա Ալբերտո Մորավիայի Արհամարհային գիրքն էր որ շատ եմ հավանել բոլորին խորտ կտամ կարդալ ու ինչն է գրավում գրքերի մեջ եւ գրքամոլի մեջ շատ նախ որ ադմինները շատ սիրալիր են մեզ պատասխանում երբեք չի եղել մի նման դեպք որ ես դիմեմ ադմիններին կամ գրքամոլ նախաձեռնությանը եւ նրանք մերժան կամ կոպիտ պատասխանեն օրինակ շատ է լինում որ դիմում ենք տարբեր տեղեր ու պատասխան չեն լինում կամ չեն արձագանքում իսկ ինչքան դիմել եմ թեկուզ գրքերի խնդրելով կամ որ խնդրեմ չկասի այս գիրքը որտեղից գտնեմ եւ այլն նրանք մի սիրալիր պատասխանել են եւ երբեք ոչ մի հարց անպատասխան չի մնացել եւ նաեւ ադմինիստրատորներից մեկը Հասմիկը հիմնականում որ հարցերով են ձեզ դիմում Հիմնականում ամենաշատ հնչած հարցը արդյոք այս կամ այն գիրքը էլեկտրոնային տարբերակով կա թե ոչ։ Հիմա մենք լրջորեն զբաղվում ենք այդ հարցով եւ ստեղծում ենք էլեկտրոնային գրքերի որոշակի բազա հայերեն գրքերի, քանի որ օտարալեզու գրքեր շատ են համացանցում, իսկ էլեկտրոնային գրքեր չկան։ Այդ գրքերը տեղադրվում են մեր կայքում, իմիջիալոց մենք կայքել ունենք, որտեղ արդեն համախմբված է մեր ամբողջ այս տարի ու կեսվա աշխատանքը, այդտեղ բոլոր գրքերն են, որոնցից մեջբերումներ ենք անում, հեղինակները իրենց կենսագրություններով, տարբեր ժամանակակից գրողների, նաև ոչ այդքան հայտնի գրողների ստեղծագործություններ են հրապարակվում եւ հիմնական հարցը դա է լինում արդյոք այս գիրքը կա արդյոք որտեղից կարող են գտնել խնդրում են նաեւ որպեսզի իրենց ստեղծագործությունները մեր մոտ տեղադրենք ճիշտ է սուտ կլինի որ ասեն բոլորը բայց հիմնականում տեղադրում ենք իսկ կա նախաձեռնություն ապագայի համար ստեղծել գրքեր հենց էլեկտրոնային տարբերակներով այսինքն
հայտնի ստեղծագործությունները վերածել էլեկտրոնային տարբերակների եւ ինչ է պահանջում դրա համար։ Մենք հիմա դա ես արդեն նշեցի, լրջորեն զբաղվում ենք այդ հարցով եւ ունենք արդեն մի գիրք պատրաստ, դա Վարդգես Պետրոսյանի ապրած եւ չապրած տարիներն են, որոնք մենք լուսապատճենահանել եւ տեղադրել ենք մեզ մոտ։ Եվ պարզապես մի քիչ ժամանակատար աշխատանք է, դրա համար ավելի դանդաղ է աշխատանքը առաջ գնում, բայց զբաղվում ենք այդ հարցով։ Մի փոքր լրացում անեմ, որ բացի այն, որ մենք ենք լուսապատճենում, առաջին էջում, երբ որ լուսապատճանել ենք, գրել ենք, որ մեր նախաձեռնությունը բաց է բոլոր ընթերցասեր եւ օգնող կամեցող մարդկանց համար, ու արձագանքներ շատ եղան, մոտավորապես 10-ից ավել մարդիկ, ովքեր որ լուսապատճանման սարքեր ունեին տունը, ասացին, բա մենք անենք օգնենք ձեզ, արդեն մոտավորապես 10-ից ավելի գրքեր ուղարկել են մեզ էլեկտրոնային, որ իրենք են լուսապատճանել, ուղարկել են մեզ, հիմա պետք է արդեն նման կայքում տեղադրվենք ու էջում հրապարակենք բոլորս կասեն։ Այսինքն ընթերցողները նույնպես օգնում են, որպեսզի էլեկտրոնային տեղադրվի տարբերակը։ Այդ ամենի արդյունքում խնդիր չի դառնում հեղինակային իրավունքները։ Իհարկե խոսքը դասականների հեղինակային իրավունք, չէ, խնդիր չկա, որովհետև գրքի առաջին էջում գրված է, չէ, ով է տվյալ գրքի հեղինակը, հրատարակչությունը, այդ կոդը, հեղինակային իրավունքը, տարեթիվը, այդ ամբողջը ամբողջովին քան է արվում, ոչ մի բաց չի թողում։ Գիրքը ամբողջությամբ առաջին էջից վերջին էջ։ Այստեղ էս լավ եզրակացություն կարող ենք անել, որ այսօր տեխնոլոգիայի աշխարհում, երբ մեծահասակները անverջ մեղադրում են երիտասարդներին, որ նրանք չեն ընթերցում, ահա ձեզ վառ օրինակ, որ երիտասարդները ընթերցում են եւ ընթերցում են։ Իդեպ հիմա, այո, հենց հիմա բոլորին մեծահասակները, որ դիտում են մեր զրույցը, թող իմանան, որ Եվ հետաքրքիր իմանալ ամենաշատը որ գրքերն են լինում ուշադրության կենտրոնում ժամանակակիցներից, որովհետեւ այսօր ես նկատել եմ, որ շատ հաճախ ընթերցում են հենց ժամանակակից գրողներին։ Հիմնականում շատ են սիրում Պաուլո Կոելյո, չգիտեմ, Մարկես, Մարիա Ռեմարկ, Բեկվեդերել ենք արթում, հիմնականում երբ որ մենք մեր ընթերցած գրքերից ենք դա մեջբերումները դնում, հենց կարելի ասել, որ հետևում են մեր ընթերցած գրքերին, այդտեղից են տեղեկանում եւ շատ հաճախ նաեւ քանի որ բոլոր մեջբերումները մենք ենք թարգմանում, եթե այլ լեզուներից ենք կարդում, հարցնում են արդյոք այս գիրքը հայերեն կա ու մեզ գրադարանների գրախանութներից էլ են ասում, ես դիմում են, ասում են հայերեն կամ են գրքամոլում տեսել ենք, բայց իրականում դա մենք ենք թարգմանում մեջբերումները, իսկ կարդնենք որ հայերեն չկա։ Բազան ավելի ընդլայնելու մեծ հնարավորություն կտա նաև Սփյուռքի հայ երիտասարդների միացումը ձեր գրքամոլ մեր գրքամոլ նախաձեռնությանը, արդյոք կան կապեր շփում թեկուզ էլեկտրոնային տարբերակով եւ արդյոք հետաքրքրվածություն դրսից զգում եք։ Կոնկրետ մեկը, որ ասեցի, որ ուղարկել եմ էլեկտրոնային գրքեր, հենց բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու շատ ողջունելի քայլ է, որ մարդը բնակվում է Ամերիկայում, բայց մեզի գրքեր է սքանանում ու այնտեղից էլեկտրոնային տարբերակով ուղարկում։ Ասեմ կապ չունի թե որտեղ ես գտնում, եթե ուզում ես օգնես, նախաձեռնությանը միանաս, անպայման ինքը ձեռնամուխ է լինում դրան ու Դուք քանի որ խոսում եք օգնության մասին, Ազատ Գոտուի հաղորդման շրջանակներում Ավետիք Իսահակյանի գրադարանի տնօրենը ձեզ առաջարկեց համագործակցել միասին, հետաքրքիր է ինչ տեղի ունեցավ արդյոք այդ համագործակցությունը։ Դեռ չի եղել, բայց կարծում եմ որ ժամանակներս անպայման կլինի։ Շատ լավ։ Կանե մի փոքր էլ անդրադառնան գրքերին, որովհետև դուք այսօր ներկան եք իբրև ընթերցասեր, դուք ինչ խորհուրդ կտաք կարդալ եւ այսօր կարդալը իդեպ հետաքրքիր իմանալ ժամանակակիցներին նույնպես ընթերցում եք։ Այո, ժամանակակիցներին էլ շատ ընթերցում եմ, դասականներն էլ եմ շատ սիրում ու բոլորին բնականաբար խորհուրդ կտամ ընթերցել ու խորհուրդ կտամ ընթերցել եւ եթե հնարավորություն ունեն հենց գրքային տարբերակով եւ եթե ոչ ինչ որ մեկը սիրում է թող համացանցով ընթերցի, որովհետեւ գիրք կարդալով է հենց որ մենք մեր կարողանում ենք մեր մտահորիզոնը ավելի ընդլայնել եւ ինչպես գիտեք մի հետաքրքիր խոսք կա, որ ասում են բավականին խելացի դառնալու համար պետք է ընդամենը 10 գիրք ընթերցել, բայց այդ 10 գիրքը գտնելու համար հարկավոր է հազարները կարդալ, հազարներ ընթերցել։ Այսինքն, երբ որ մենք մի գիրք ենք կարդում, դրանից բնականաբար հետաքրքրություն առաջանում մեկ այլը կարդալու եւ այդպես շարունակ մենք կարողանում ենք ավելի ընդլայնել մեր մտահորիզոնը, ավելի շատ բան հասկանալ եւ ավելի շատ բան քաղել գրքերից։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես շատ եմ սիրում ավելի շատ գրքային տարբերակով կարդալ, կենթանի գիրքը, որովհետև իրական հանգիստը ինձ համար մի բաժակ թեյ, գիրք եւ հանգիստ մթնոլորտ անգամ բնության գրքում շատ հաճելի է կարդալ, մանավանդ երբ որ բացում ես գիրքը ու նրա բույրը տալիս է քեզ, դա իրոք ուրիշ աշխարհ է, լրիվ հանգստանում ես։ Նաև նշենք, որ այսօր Հովհաննես Թումանյանի 145-ամյակն է, հետաքրքիր է այսօր ինչ-որ հետաքրքիր նախաձեռնություն դուք ձեզ համար կազմակերպել եք թե ոչ եւ միգուցե այսօր ձեր օրվա մի մասը նվիրեք հենց Թումանյանի ստեղծագործություններին։ Ընդհանրապես ավանդույթ ունենք մեզ մոտ, որ
որը տվյալ հեղինակի ծնունդն է մեր մոտ, իր ստեղծագործությունները դնում ենք մեր մոտ, այսինքն տվյալ օրը նվիրում ենք ամբողջությամբ այդ գրողին։ Ճիշտ է, ռեալում չեն կարող անել, բայց վիրտուալում ամբողջ օրը այսօր նվիրված է լինելու Հովհաննես Թումանյանի ստեղծագործությանը, կյանքը, բանաստեղծություններին, այն ստեղծագործություններին, որոնց հիման վրա ֆիլմեր են նկարվել, այսինքն տվյալ օրը ամբողջովին նվիրվում է տվյալ հեղինակին։ Շատ լավ, եւ մեր ավանդույթը շարունակելով Վահե նվերները հանձնենք մեր հյուրերին։ Ամենահետաքրքիրը, այո, նվիրել գրքեր միմյանց։ Սիրով ձեզ նվիրում ենք ժողովրդական հերոս Անդրանիկի մասին պատմող գիրքը, կարող եք ընտրել որը ում եւ հայ էթնոսի պատմական առաքելությունը Կիմ Հաղրամանյանի կազմած, սա ձեզ։ Եվ նաև նշենք, որ մեր հյուրերը նույնպես դատարկ ձեռքով չեն եկել, մենք նույնպես ունենք նվերներ Վահե գրքին։ Իհարկե, սա քեզ, Միքայել Նալբանդյան, ժամանակակից գրող Հրաչյա Ամիրյանի ստեղծագործություն, Ավետիք Իսահակյանը, ինձ շնորհակալություն։ Անպայման ընթերցելուց հետո սրանք տեղ են գտնելու մեր գրադարանում եւ առանց պաստառների։ Կոչ անենք ընթերցել եւ վառապացույց այսօրվա մեր հարցազրույցը, որ երիտասարդները ընթերցում են եւ պետք է նաեւ նշեմ, որ շատ հաճախ շատ ավելի շատ ինֆորմացված են, քան մեծահասակները եւ ավելի շատ տեղեկացված են տարբեր գրքերից եւ գրողների մասին, քան մեծահասակները, այնպես որ մի հրագնահատեք մեր երիտասարդներին։ Դες շատ խիստ ասացիր, բայց ոչինչ։ Ամեն դեպքում այո, պետք է կոտրել բոլոր կարծրատիպերը, որ երիտասարդները չեն սիրում կարդալ եւ մոռացեք, որ կարդալը դա ոչ մոդայիկ է։ Եվ երևի թե ամենա ինձ համար հետաքրքիր թեվավոր խոսքերից մեկը գրքերի վերաբերյալ դա այն է, երբ Աբրահամ Լինկոլնը ասել է ինչու է պետք ընթերցել նրա համար, որ մենք հասկանանք մեր հիասքանչ մտքերը, որոնք մենք հաճախ ասում ենք, այդքան էլ նոր չեն։ Եթե ընթերցենք, հասկանանք, որ մենք ոչ մի նորություն այսօր այլևս չենք կարող ասել։ Ես մեկ անգամ շնորհավորում ենք ձեր տոնի կապակցությամբ։ Շնորհակալություն։ Այս պահին մենք դիտելու ենք օրացութային իրադարձությունների մասին պատմող տեսանյութ, որին կհաջորդի օրվա հոգևոր խորհուրդը։